Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ոչ երգում է, ոչ էլ հաստատում է ենթադրությունները, թե կարող է ձգտել նախագահի երրորդ ժամկետի, հայտարարելով, որ դեռևս չի մտածել արդյոք կդիմի դատարան վիճարկելու ԱՄՆ սահմանադրությամբ սահմանված 2 ժամկետների սահմանափակումը։ Ես կուզենայի դա անել, ունեմ իմ լավագույն թվերը, նկատի ունենալով ռեյտինգները։ Դա շատ հետաքրքիր է, ես չեմ բացառում ոչինչ, ասել է Թրամփը։ Իրավաբանները սակայն նշում են, որ նման քայլը օրինականորեն գրեթե անհնար է։ 1951-ին ընդունված սահմանադրության 22-րդ փոփոխությունը հստակ սահմանում է, որ ոչ ոք չի կարող ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում ավելի քան 2 անգամ։ Թեև տեսականորեն Թրամփի դաշնակիցները կարող են փորձել փոփոխել սահմանադրությունը, բայց դրա համար անհրաժեշտ կլինի կոնգրեսի 2 պալատների 2/3 համաձայնությունը եւ 38 նահանգների վավերացումը։ Քաղաքական բևեռացման այս փուլում նման բան գրեթե անհնար է։ Նրա որոշ կողմնակիցներ անգամ առաջարկել են այլընտրանքային տարբերակ։ Թրամփը կարող է առաջադրվել որպես փոխնախագահ, իսկ հաղթանակից հետո նախագահը կարող է հրաժարվել պաշտոնից, այդպիսով Թրամփին դարձնել երրորդ ժամկետի նախագահ։ Սակայն փորձագետները նշում են, որ դա էլ նույնպես անօրինական է, որովհետև ըստ 12-րդ փոփոխության, որը սահմանում է, այն անձը, որը իրավասու չէ լինել նախագահ, չի կարող լինել նաև փոխնախագահ։ Թրամփը սակայն այդ տարբերակը մերժել է, ասելով, որ դա չի անի, դա չափազանց ճակերտներով ասած խելացի խաղ կլիներ եւ կարծում եմ ժողովուրդը չէր հավանի դա, պարզապես ճիշտ չէ, հավելել է Թրամփը։